իրավապանների թերացման համար կար մի բան, որ ՆԳՆ-ն կարող էր անել, որ այդ սկանդալը տեղի չունենար եւ չի արել։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ որ արդեն առերևույթ տեսանել էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղ ունենում եւ դրանից հետո տեսանել է եղել բավականին Չէ, կարծում որ թերացել է ոչ չէ։ Չէ, կարծիքներ կան, որ ուշացած է արձագանքել, որովհետև երբ թաղապետը զանգահարում եւ հայհոյանքներ հնչեցնում, այդ ժամանակ պետք է գործողություններ հաջորդեին։ Կարծում եմ այդ ընթացքում որոշակի ուսումնասիրություններ տեղի են ունեցել, այդուհանդերձ ես նորից մնում եմ իմ կարծիքին, որ արձագանքը այդ բանին չի։ Այսինքն եթե այդ ժամանակ կանխվեր եւ թույլ չտար, երբ որ հայհոյանքներ հնչեցվում այդ գործընթացը, չէր հաջորդի այն ինչ տեղի ունեցավ։ Բայց ինչու, երբ որ այդ ժամանակ տեսախցիկների արժեվ հրապարակում էր, թե ինչպես է թաղապետը հայհոյանքներ հնչեցնում սեռական բնույթի ակտիվիստին, այդ ժամանակ որևէ գործողություններ չհաջորդեցին։ Եվ դրան հաջորդեց արդեն որ պետքա լինեին։ Այսինքն նորմալ էր այն ինչ որ հրապարակվում է։ Ոստիկանությունը պարզապես ոստիկանները եկան տարան բռնության ենթարկվածին, այսինքն ծեծը չէր լինի։ Ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների եւ եթե չեմ սխալվում նաև թաղապետը։ Այսօր թաղապետը ներողություն է խնդրել այդ դեպքի համար, ներողություն է խնդրել քաղաքապետարանի նիստում։ Արդյոք եւ արդեն կարծիքներ կան, որ կարելի է մարդկանց ծեծել եւ ներողություն խնդրել եւ դրանով, այսպես ասած, ամեն ինչ կհարթվի։ Սա նաեւ ոստիկանության վարույթ կա նախաձեռնված, այսինքն ներողություն ներողություն խնդրելը մարդու իրավունքն է եւ ինքը արտահայտվում է եւ զղջացել է արարքի համար, բայց մյուս մասով պատասխանատվության առումով քրեական վարույթ կա նախաձեռնված, ես չգիտեմ դա արդեն նախաքննության մարմինը ինչ կդիտարկի, հա, ներողություն խնդրելը, որպես մեղմնացնող հանգամանք կամ դիտարկի կամ չի դիտարկի, այսինքն մի շաբաթ պետք է անցնել նոր որոշել, որ պետք է ներողություն խնդրի։ Ես չեմ կարող թաղապետի տեղի պատասխաններ տալ։ Պարոն Մկրտչյան, ոստիկանությունը ինչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ այդ հարվածները ստացածներին։ Ոստիկանությունը արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները եւ որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատական։ Լայվը չէին նայել, ուղիղ հեռարձակումը, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես էին հարվածներ հասցնում այդ բլոգերին, այսինքն դա չէին նայել եւ գնացել էին ինչ որ պահ էին ֆիքսել եւ դրա վրա հիմնվելով։ Ես նման բան չասացի, ես ասացի, որ ոստիկանությունը արձագանքում է եւ արձագանքել է եւ րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, կարծում եմ սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաեւ ամենայն հավանականությամբ ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել եւ բնականաբար վարույթը նախաձեռնվել է եւ այս պայդրությամբ մենք ունենք վարույթում ներգրավված եւ անձիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։ Պարզապես նորմալ չի, երբ որ մի կողմից տանում են կռվի, մյուս կողմից թողնում են չեն տանում, այսինքն ոստիկանությունը Գուցե ոստիկանները պետք է երկու կողմին տանեն եւ բարձրեն այդ ամեն ինչը բաժնում։ Ես այս պահին չեմ կարող ասել կոնկրետ քանի հոգի է տարվել, քանի հոգի է ձերբակալվել, ամենայն դեպս տեսաձայնագրության մեջ մեկ անձ, մեկ քաղաքացի կոնկրետ օրինական բան չի ենթարկվելու կադրեր եմ ես ինքս տեսել եւ կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ։ Այլ թեմայով մեկ հարց, պարոն Մկրտչյան, ներքին գործերի նախարարությունում արդյոք Նիկոլ Փաշինյանին համարում են քյասիբի ռադիո, թե ոչ, որովհետև նա կառավարության նիստում ելույթ ունեցավ մայթերը այլ առարկաներով զբաղված լինելու առումով շինանյութ եւ այլն եւ մեքենաների կայանում եւ ասես տպավորություն է, որ քյասիբի ռադիո եմ խոսում Ոչ, ներքին գործերի նախարարությունում չեն համարում։ Դա ինչու են շարունակում մայթերի վրա մեքենաներ կայանել, ինչ որ մարդիկ իրենց ռամենա մեքենայի հանել դնել։ Իր ուժերի չափով ոստիկանությունը փորձում է արձագանքել եղած դեպքերին, նմանատիպ դեպքերի վերացման համար եւ բնականաբար ռեսուրսի ներածով է անում, իսկ առավել էֆեկտիվ աշխատելու համար ձեռնարկվում են միջոցներ։ Շնորհակալություն։